Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց անօրինական շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև անօրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով մեկնարկել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հսկիչ գրման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված 0.7 լիտր տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանի շերով կամ հսկիչ նույնականացման նշաններով տարբեր անվանումներով չդրոշմավորված 82 շիշ օղի։ Գործունեության իրականացման ծանուցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում, վճարելով նաև տարեկան պետական տուրքը։ Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ձեռք բերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց։ Հիշեցնենք, որ անհայծակում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման իմառ բջջային հավելվածից, այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։